Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել ենք Ալավերդիում կատարված սպանությանը։ Մայիսի 19-ի գիշերը Ալավերդի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակից շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել Կոտայքի մարզի Արինջ գյուղի բնակիչ 1982 թվականին ծնված Էդուարդ Պողոսյանին հրազենային վնասվածքով։ Րոպեներ անց նաև ահազանգ է ստացվում, որ նույն շենքի բակում հրազենային վնասվածքներից մահացել է Ալավերդի քաղաքի բնակիչ 41-ամյա Վարդան Ավագյանը։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել էին Մակարով տեսակի ատրճանակի պարկուշներ։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Մայիսի 21-ին Էդուարդ Պողոսյանն էլ հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Թումանյանի բաժնի աշխատակիցների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վերոհիշյալ անձանց հրազենային վնասվածք է պատճառել Ալավերդիի բնակիչ 1984 թվականին ծնված Վարդան Փիրուզյանը, որը դեպքից անմիջապես հետո դիմել էր փախուստի։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով։ Նախաքննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մայիսի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը։ Բացահայտվել է գողության 23, խարդախության 7, յուրացման 2, խուլիգանության 3, շորթման, հարկերից խուսափելու և դրամանենգության մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման, մեկական մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 50-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհատվածներում և մայրաքաղաքում։ Մայիսի 16-ից 22-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 116 տրանսպորտային միջոց, որից 86-ի վարորդները մեքենան վարել են ոչ ստապ վիճակում, իսկ 30 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար։ Մարզերում մայիսի 16-ից 22-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 70 տրանսպորտային միջոց, որից 62-ի վարորդները մեքենան վարել են ոչ ստապ վիճակում։ 52 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 8 վարորդի ժամկետանց ապապայմանագրով երթևեկելու և այլ խախտումների համար։ Մայիսի 20-ին Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախաձեռնությամբ կենտրոնի 4 դպրոցների աշակերտներ այցելեցին Հայաստանի ավիացիայի պատմության թանգարան։ Թանգարանում դպրոցականներին և ուսուցիչներին դիմավորեց ավիացիայի պատմության թանգարանի տնօրեն նախկին օդաչու Ռազմիկ Գասպարյանը։ Նա աշակերտներին ներկայացրեց Հայաստանի ավիացիայի պատմությունը սկսած 1902 թվականից մինչև մեր օրերը։ Պատմեց հետաքրքիր դեպքեր հայ օդաչուների մասին, որոնք իրենց ծխրագործություններով աչքի են ընկել թե հայրենական մեծ և թե արցախյան պատերազմներում։ Դպրոցականները հարցեր տվեցին թանգարանի տնօրենին և ստացան սպառիչ պատասխաններ։ Մայիսի 24-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13 արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, դիմում @police.am էլեկտրոնային հասցեներին։ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1957 թվականին ծնված Ծաղիկ Անտոնյանը, որը մայիսի 21-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Ծաղիկ Անտոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի կամ մոտակա բաժին։